Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաեւ այն ծրագրերը, որ նախատեսված են հենց այս տարիքային խմբի համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօրվա մեր թեման չափազանց հետաքրքիր է, ես հյուրընկալել եմ ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինե Հակոբյանին եւ ծրագրի մասնակից Տիկին Ջուլիետա Քալաշյանին։ Բարի օր, ձեզ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ այս ծրագրի մասին կխոսենք ու կներկայացնենք մեր ունկնդիրներին, որ գուցե հետաքրքրություն կշարժենք։ Բարի օր։ Քրիստինա, ասացեք, խնդրեմ, ծրագրի մեկնարկը երբ եղավ եւ ինչ է էությունը։ Էությունը կայանում է նրանում, որ մեր կյանքում ամեն ինչ անցել է համացանց։ Այսինքն ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպությունը թիրախավորում է այն անձանց խմբերին, ովքեր որ այդ անցումը մի փոքր ավելի հեշտ անցնեն, օգնում ենք իրենց այդ գործընթացում։ Կազմակերպում ենք դասընթացներ, workshop-եր, ընդհանուր հանդիպումներ, խոսում ենք իրենց հետ այդ թեմաների եւ ընտրում ենք տարբեր թիրախային խմբեր։ Այս անգամ, ինչպես նշեցիք, տարեցների հետ ենք այդ դասընթացը անցկացնում եւ անցկացնում ենք մեր գործընկերների հետ, ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ֆինանսավորում է այս գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունը եւ ինչպես ասեցիք, կապը փորձում ենք պահել ինչ որ միջոցառումների միջոցով, այսինքն նրանք պետք է տեղեկացված լինեն, պետք է հասկանան ինչ են անում, ապահով զգան իրենց համացանցում եւ փորձեն գործիքակազմը, որը որ տրվում է համացանցի հետ մեկտեղ, օգտագործել ճիշտ եւ տեղին։ Տիկին Ջուլիետա, դուք ինչպես իմացաք ծրագրի մասին, որտեղից ով ձեզ ասաց, որ այսպիսի հնարավորություն կա սովորելու։ Ես հեռուստացույցով հայտարարություն լսեցի, այդ ժամանակ համակարգիչների համար էր։ Գնացի, մասնակցեցի 1.5 ամիս, գնացինք։ Դրանից հետո ինձ հրավիրեցին։ Զանգեցին տուն, հրավիրեցին սմարթֆոնների համար, ես շատ ուրախացա։ Ընտանիքի անդամները ոնց արձագանքեցին, որ դուք գնում եք սովորելու։ Շատ լավ, իրանք են ստիպե ավելի շատ, չնայած ես էլ ցանկություն ունեի։ Ասեցին, շատ հարցեր ես իրանց էլ եմ դիմում, ասենք իրանք պատասխանում են, բայց մեկ ժամանակ չունեն, մեկ զբաղված են, սենց օրինակ ինձ մեծ թորնիկս ասում էր, տատ, չեմ ասելու, ինքդ մտի նայի քթի, այն ինչ որ ինձ հարցրել ես, մտիկ, բայց դա մի քիչ դժվար էր։ Տիկին Ջուլիետա, հետաքրքիր է, որ դուք ոնց որ կանխեցիք հարցը, որ արդյոք ձեզ միշտ սիրահոժար, ձեզ անհրաժեշտ ժամանակին օգնել են թորնիկները, զավակները, փաստորեն ձեզ չի բավարարել արագությունը։ Այո, զբաղված են հիմա բոլորն էլ։ Իսկ սենց շատ լավ է, ես շատ գոհ եմ, որովհետև ավելի լավ է ճանաչում քո հեռախոսը, հնարավորությունները Օրը կազմակերպելու համար բավականին հարմար է այդ գործիքակազմը, որը որ նշում եմ, նույն թեկուզ տեղեկատվություն ստանալու, նույն օգտվելու տրանսպորտից, առօրյա քո ծախսերը անելու եւ ընդհանրապես Հիմա մանրամասներին կանդրադառնանք։ Հա, այսինքն ինքը կյանքը լցնում է տարեցների կյանքը, որոնք որ 65+ են կամ կարող է եւ դեռ 65 չեն, բայց ամեն դեպքում տանն են գտնվում եւ իրենց կապ է ստեղծվում, այո, ընդհանուր աշխարհի հետ։ Քրիստինա, ուզում եմ թվային գրագիտություն, բառակապակցությունը հանրության համար բացենք։ Ինչ է նշանակում թվային գրագիտություն ու հետո արդեն գանք թե կոնկրետ ինչ են սովորում այս դասընթացի շրջանակում։ Թվային գրագիտությունը դա այն է, ինչը որ քեզ ստիպում է գրագետ օգտվել համացանցից, այսինքն տեղեկատվությունը ճիշտ աղբյուրներից քաղել, ստանալ եւ օգտագործել։ Գործիքակազմը, որը որ տալիս է համացանցը իր հետ, պետք է ընտրովի օգտագործվի։ Դու չես կարող ցանկացած գործիքակազմ դարձնել քոնը, որովհետև այդտեղ կան վտանգներ ապահովության, անխափան աշխատանքի եւ ընդհանրապես վտանգներից զերծ մնալու համար պետք է գրագետ լինես համացանցում ընդհանուր գոյատևելու։ Դա շատ լուրջ խնդիր է այսօրվա օրով, որտեղ գնալով ամեն ինչ շատ արագ զարգանում է եւ սերունդները, տարբեր սերունդներ, թե տարեցները, թե ավելի փոքր սերունդները, նրանք դժվարությունների են հանդիպում։ Ինչը որ փորձում ենք մենք մեր դասընթացներով, մեր կողմից մեր օգնությունը այդպես ենք իրենց մատուցում։ Տիկին Ջուլիետա, արդյոք այդ օգնությունը հասցեական տեղ է հասնում, դուք ինչ հավելվածներ ունեք ձեր հեռախոսին մեջ։ Ես իհարկե
ունեի մի շարք ավելվածներ, բայց հիմա ավելացան ChatGPT-ին, այնտեղ ինչ են մոռանում եմ։ Ոչինչ, բոբտի մոռանանք։ Հիմա Նայեք ասեք։ Ահա Gemini-ին ես ունեի իմ հեռախոսի մեջ, բայց չէի օգտվում։ Մեկ գալիս էր, ես չէի հասկանում դա ինչա։ Մյուսը DeepSeek, հիմա այդ երեքն էլ օգտվում եմ, չնայած պետք չի Որ օգտվում եք արհեստական տարբեր հարցեր եմ տալիս իրանց։ Պատասխանում են։ Այո, ինչ որ մի նոր բան եմ լսել, իրանցից ճշտում եմ, դա ինչ է։ Այդ բառը ինչ է նշանակում։ Ինքը բացատրում է, ես հասկանում եմ, արդեն գիտեմ։ Սովորեցինք օրինակ այդ on-line այդ ամեն ինչը առևտուր խոսքի on-line անել, դեղեր պատվիրել, վիտամիններ եւ այլն, ու այնտեղ Valberis Ozone այդ ամեն ինչը ես անում եի, գիտեի, բայց sense ավելի խորացանք ապահովությունը, խաբեության մեջ որ չհայտնվենք հանկարծ այնտեղ բանկային քարտերը, ոնց կցեք, ինչ անենք CVV-ին, որ ոչ մեկի չբարձաբանենք մեր թվերը եւ այլն։ Դա ամենա տերմիններով էլ խոսում Եվ ընդհանուր սոցիալական ցանցերում էլ եք, չէ՞, ինչպես դրսևորեք։ Մարդ կար, այնտեղ տատիկներ ունենք 82 տարեկան եւ այլն, որ շատ ակտիվ են, էլի գիտեն, բայց ավելի ջահել երիտասարդ տատիկների մեջ կային, որ WhatsApp չունեին։ Այս աղջիկները մեկ առ մեկ մոտեցել են, քաշել են հեռախոսների մեջ, սովորեցրել են օգտվեն։ Տիկին Ջուլիետա հլասեք տեսնեմ երկրորդ շնչառությանը քանի հոգի է բաժանորդագրված, ոչ մեկ։ Մի հանձնարարություն էլ չգիտեի նման դե իմացեք հերթագրվեք բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են տարեցների համար, անպայման գալիս են եւ անցնում են, այսպես ասած, երկրորդ շնչառության տաղավարով, որպեսզի մարդկանց ավելի հասանելի լինի եւ իմանան կբաժանորդագրվեք YouTube-ին, ես տեսնելու եմ մեկնաբանությունները։ Անպայման։ Իդեպ որ ասում եք տարեցներ, իրանք իրոք արտաքինից այդպես տարեցի տեսք չունեն, էլի մեր հասարակության մեջ տարեց բառը մի քիչ sense մտավախություն է, չէ՞, առաջացնում ինչ պետք է տեսնեք։ Պետական փաստաթղթերում հիմա շրջանառվում է ավակ սերունդ բառակապակցությունը, բայց այնուամենայնիվ մենք կարող ենք օգտագործել տարեց բառը, բայց եթե արհեստական բանականությունից ինտենսիվ օգտվող տարեցներն իրենք արդեն բառի բովանդակությունը գալիս են փոխելու։ Կներեք, բայց արդեն ասվեց, չէ՞, որ 63 տարեկանը ինչ թոշակի տարիք է։ Եվ նույնիսկ 70-75 եւ այն պաշարը, որ իրենց մեջ ունեն, հա, իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել, իրենք նաեւ սովորացնում են արհեստական բանականությանը, չէ՞, դա փոխադարձ process է։ Միայն բանականությունը չի իրենց ինչ որ բան տալիս, նաեւ իրենք են իրենց գիտելիքով կիսվում։ Մի բան ասեմ, տրանսպորտը կանգնում ես կանգառում, սկզբում ես գիտեի, որ կա տաքսիից օգտվում եմ այդ բարձը, բայց տրանսպորտը երբ կգա, որ համարը կգա այդտեղ կոնկրետ, ես դա չէի կարող։ Հավելվածով հետևում եք հիմա։ Հիմա այո, հավելվածով վճարում եք։ Այո։ Հրաշալի։ Քրիստինե, մեզ լսում են հիմա տարեցներ, ավակ սերնդի ներկայացուցիչներ, որ ինքնավստահ կերպով ասելու են, դες ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ անում եմ, ուզում եմ, որ մեր թիրախում հենց իրենք լինեն, որ կարծում են, թե ամեն ինչ գիտեն, բայց իրականում շատ ռիսկերից նրանք էլ էլի ձեռքազատված չեն, ոնց անենք, ոնց բերենք այդ, այսպես ասած, մի քիչ սկեպտիկ մարդկանց, ինչ եք տալու իրենց հենց սմարթֆոնների մասով, էլ ինչ էր, արհեստական բանականության գործիքները մեկ, մի քիչ ավելի մատչելի լեզվով ասենք։ Նայեք, YouTube-ից օգտվելու գործիքակազմ, այսինքն ինչ կարելի անել YouTube-ում, թե տեղադրելու, թե դրանից օգտվելու եւ անգամ մինչեւ մոնետիզացիա անելու մասին դասընթացում տվյալներ կան։ Արհեստական բանականություն Տիկին Ջուլիետան արդեն նշեց։ Կիբերանվտանգության մասին երկու դաս է, այո, հատկացված, որտեղ որ նշվում է, թե ինչպես կարելի է զերծ մնալ վտանգավոր իրավիճակներից, այսինքն դու ինքդ չդառնաս զոհ եւ նաեւ երբ որ դու չես դառնում զոհ, դու քո կողքի մարդկանց էլ ես նաեւ կրթում այդ հարցում։ Մի հատ Զավշ Տալիբան հիշեցի, ուրեմն առաջի օրը երբ որ դասընթացը սկսվեց, նոյեմբերի 17-ն էր, հայ-հնդկական գերազանցության կենտրոնում ենք այդ դասընթացը անցկացնում, այլ շատ լավ գործընկերներն են։ Տենց բոլորը ներկայացան, իմ հերթը հասա, որ պետք է ներկայանամ, քանի որ կենտրոնը հայ-հնդկական է։ Ասեցին, դուք հնդիկ եք։ Ես չէ, ինձ բոլոր ազգերի նմանեցրել էին, բայց ոչ հնդիկի, էլի։ Հիմա ինչ է ուզում ասել, այսինքն այդ ամիջական իրավիճակը, որը ներսում տիրում է, դա նաև օգնում է իրենց գիտելիքը ամրապնդելու, իրանք տնային աշխատանքներ են անում, անգամ Տիկին Ջուլիետան այսօր ինձ պատմեց, որ առաջադրանքներ են ունենում, որպեսզի ամրապնդեն։ Իսկ ինչ վերաբերում է այն
հատվածը, որը որ դեռ պատրաստ չի, հա, ձեր ասած տնից դուրս գալու, հասնելու այդտեղ ինչ-որ բան սովորելու։ Որտեղ կարծում եմ, որ գիտեն, որտեղ դուք ասում եք YouTube-ից օգտվել, ասում ես օգտվում եմ YouTube-ից, ես TikTok-ից, այսինքն վիդեոներ են նայում, բայց արդյոք ֆիլտրված է այդ բովանդակությունը, արդյոք օգտվում են հենց այն բովանդակությունից, որ իրենց է անհրաժեշտ։ Կարծում եմ չէ, հավանաբար այն ովքեր որ մտածում են, որ գիտեն, իրենց պետք է հենց իրենց իմացած գործիքներով այդ ինֆորմացիան տեղ հասցնել։ Օրինակ YouTube-յան դասընթաց կարելի է կազմակերպել, որը որ իրենց կտա շատ ավելի լայն գիտելիքի պաշար, քան իրենք գիտեն եւ իրենց թվում է, որ գիտեն, որտեվ իրականում այդ ամեն ինչը մենք ինքներս էլ ենք դժվարությամբ հասցնում, ամեն առավոտ կարող արթնանաս, տեսնես նոր ինչ-որ բան այի հայտեք եւ դու տեղյակ չես։ Այդ իսկ պատճառով ճիշտ աղբյուրներից օգտվելը իրենց պետք է տա հենց այն պաշարը, որը որ իրենց պետքական զգալու, հա, թե ընտանիքում, թե հասարակության մեջ։ Ասեմ ես մեզ դասախոսներից մագան, օրինակ կոնկրետ ասեց, որ իմի ինֆորմացիա է YouTube-ում նայում ես, ինչ իմանաս fake է, թե չէ։ Ինչ եք իմանում fake է, թե չէ։ Во-первых, պետք է այնտեղ լինի HTTPS, այդ չէ, որ անպայման S-ն էլ լինի, որ դա արդեն հասցեն, եթե S-ը չկա, դա արդեն։ Ես չգիտեի։ Իմացեք։ Դե սովորեց ինձ էլ օգտակար եղավ։ Ահա։ Ու շատ օգտակար բաներ շատ ենք իմանում։ Հիմա ես մի քիչ հիշողությունս կտավաճանի, որ ամեն ինչ հիշեմ, բայց գրառված ունեմ այդ ամեն ինչը։ Նաև գրառումներ եք կատարում, խնամքով, պահում եք տնայիններ։ Իսկ ինչ տնային հազդարություն եք ստացել։ Օրինակ տնային, ասում եմ, գնացեք, նստեք տաքսի, միթոմ էլի, բայց օնլայն բանով ոչ իսկական իջնենք գնանք։ Տաքսի եք պատվիրում, պատվիրում եք 2 հասցե, 2 կետ, ոնց տնեք։ Ես ոչ մի անգամ ինքս չէի արել 2 կետ, եւ մանավանդ չէի պատվիրել ուրիշի համար։ Եվ առաքում չէի արել։ Այդ ամեն ինչը փորձեցինք, արեցինք։ Պատվեր եղավ, մտեք SAS, տեսեք ինչ կա, ինչ կարող եք օնլայն պատվիրեք դուք ձեզ համար։ Նու դա մի քիչ այդ կողմով։ Էլի ինչ։ Հետո ես ոնց նկատեցի, իրենք նաև իրենց օրը կազմակերպելու հետ կապված դասընթաց ունեն, այսինքն այդ կալենդար գոյություն ունի, չէ, Google-ի, այո, Google-ի գործիքակազմը ամբողջությամբ իրանց պատմվում է եւ եթե մարդը օրինակ, ես ինքս էլ ես պարտադիր օգտվում եմ Google-ի կալենդարից, որտեղ ուրիշ տարբերակ չունեմ հիշելու ուրիշ տարբերակ չունեմ, այսինքն այս մարդկանց նաև օգնում են իրենց օրը կազմակերպել ճիշտ եւ չմոռանալ ոչինչ։ Google Drive, Oblak-ը, որ մտնենք նկարները, ինֆորմացիա, որ արդեն ծանրաբեռնված է բոլորի հեռախոսներն, ինչ որ հնարավորություններ գտնել։ Տեխնիկական սպասարկումն էլ եք անում ձեր հեռախոսի Տիկին Ջուլիա։ Իրանք օգնում են, իրանք շատ լավն են աղջիկները։ Դե դուք էլ սովորում հմտանում եք։ Ես խնդրեցի այս վերջերս, կարելի է այդ։ Հա, իհարկե, ամեն։ Խնդրեցի, ասեցի ոնց անեմ, որ նկար ծնունդները չեմ հիշում։ Դապուստիմ, եթե մարդա, որ ինքը Facebook-ում կա, իր ծնունդը ինձ կգա, բայց ինքը ունի երեխաներ, որ ինձ պետք է ես շնորհավորեմ, բայց չի գալիս նապամինա հիշեցում, ծանուցում։ Հա, ինքը ինձ օգնեց, ոնց անենք, որտեղ նշենք, ալբոմ ստեղծենք, ծնունդների ալբոմ, ահա, այդտեղ դա արդեն շատ լավ բան էր, որ ես չունեի։ Ու ուզում էի ունենալ։ Թորնիկները, զավակները տարբերությունը ձեր գիտելիքների հարստացումը տեսնում են, ոնց են արձագանքում։ Ժպիտով շատ լավ, տատ։ Չէ, լավ։ Իսկ զգացողությունների, սա գիտելիքների պաշարներ, հմտությունների, որ դուք արդեն ունեք, իսկ զգացողությունը, որ դուք նորից մի բան եք սովորում, ընկերներ ունեք, սոցիալական շփում ունեք։ Արդեն շփվում ենք, արդեն ինչ որ մեկը հրավիրեց, գնացինք սրճելու, հերթով կարող է փոխարին, հերթով թե հենց ամեն մեկս հրավիրենք, գնանք շփվենք, ինչ որ մի տեղ նստենք, համակարգիչներ որ գնում էինք, մենք հետո բան արեցինք, վիպուսկնոյ արեցինք նույնիսկ ռեստորան ենք գնացել, հիմա պատրաստվում ենք այս մեկից հետո էլ համընդեղ է լինելու, հա մենք էլ հետո էլ Թեթերի մեջ եք, Տիկին ամսի 12-ին է ավարտը, դասընթացի ավարտը ամսի 12-ին է եւ դες էլ ենք հրավիրում Օֆելիա ջան համեցեք ավարտականին, այսպես ասած, ավարտական երեկոյին, ավարտական երեկո ենք անելու։ Կրիստինա, գործընկերների մասին, այսինքն հիշատակվեցին անունները, սա առաջին անգամ էր այս ծրագիրը շարունակականություն ապահովելու եք, արդյոք մարդիկ, որ մեզ լսում են եւ հետաքրքրվեցին, վստահաբար կան, ձեզ դիմեն, ինչպես գտնեն, որ կարողանան օգտվել այս ծրագրից։ Ոչ, առաջի ծրագիրը չի, մենք մեկ անգամ եւս ենք արել, ունենք գործընկերներ, ովքեր որ զբաղվածության կենտրոններ ունեն տարեցների եւ խնամքի, այսինքն տարեցների խնամքի եւ առողջության կենտրոն ունեն եւ նաեւ մի քանի այդպիսի գործընկերներ ունենք, ում հրավիրում ենք, երբ որ դասընթացը կազմակերպում ենք, իրենց շահառուներին ուղարկում են դասընթացին, ինչպես նաեւ Տիկին Ջուլիետան
այլ տեղից իմացել եւ միացել։ Այսինքն շարունակականությունը պահելու ենք, որովհետեւ ինքներս էլ ենք հասկացել, որ տարեցները իրոք ունեն դրա կարիքը։ Թե շփման առումով, թե ոնց որ community հասկացություն կա, չէ, իրենց ձևավորում են։ Տեսեք, արդեն իրենք գնում են ինչ որ տեղեր, բուսկնոեն անում, այսինքն այդ կապը ստեղծվում է եւ իրենց շատ ավելի լավ են զգում, երբ որ ինտեգրված են այն միջավայրին, որը որ նույն խնդիրները ունի եւ փորձում են միմյանց հետ այդ խնդիրների լուծումը գտնել։ Կարծում եմ դրանից ավելի լավ բան դժվար է գործընթացը տալ իրենց։ Մենք այսօր նույնիսկ մատենադարան ենք գնալու։ Էքսկուրսիաներ էլ եք կա։ Իսկ ես չգիտեի, որ ցենց բան կա, օրինակ կարելի է։ Տիկին Ջուլիա, մի հարց էլ, դուք տարիքի մասին հարցին ուզում եմ որ պատասխանեք, որպեսզի մարդիկ նաև պատկերացում կազմում, որտեղ շատ երիտասարդ տեսք ունեն, գուցե կմտածեն, որ կենսաթոշակառու չեք։ Կներեք, բայց կան տարեկան եք։ 75 Հրաշալի։ Հարմացած եմ։ Անկեղծ։ մի շարք հիվանդություններով։ Բայց լավատես եք։ Այո։ Դուք կենսաթոշակի անցակ ու միանգամից ակտիվ կյանքով եք ապրել, թե ուղղակի մի պահ դատարկության Ես ինքս Վանաձորից եմ, բայց արդեն 20 տարի այստեղ ենք, տենց ստացվեց, որ տեղափոխվեցինք, այնտեղ դեռ աշխատում էի մինչև այդ, բայց որ եկանք ստեղ, վсё, արդեն էլ չեմ աշխատել։ Ու անցել ենք կարող ենք համարել որ թվային գրագիտության այս դասընթացը նաև ձեզ համար երկրորդ շնչառություն վերցնելու ինչ որ բան է։ Իհարկե։ Թարմացակ, երկրորդ շնչառություն վերցեցիք։ Այո, շատ օգուտ էր, շատ գիտեք ինչքան մարդ կա, որ ուզում ա գա հիմա, որ շատ մեծ ցանկություն ունի, որ շարունակական լինի ու ինքը նորից մասնակցենք, եթե կան մարդիկ, շատ կան։ Սիրով կհավաքագրենք եւ գործընթացը կարող ենք շարունակել։ Ամենակ։ Բոլոր տատիկներն են։ Ես էլ դա նկատեցի։ Հիմա էլ նկատեցի։ օգտվելով առիթից, այն պապիկները, որ մեզ լսում են, իրենց կոչարեք, ինչ կերպ կհամոզեք, որ գան, ինչ կերպ կհամոզեք, որ կարևորությունը հասկանան, չալարեն, չամաչեն, հազար տեսակի խոչընդոտ կա եւ ընտանիքի անդամներն էլ երբեմն ձերոնց նման համոզող չեն խրախուսում։ Նախ դառնում ես ավելի սամաստայացել, ինքնուրույն, ինքնավստահություն ես ձեռք բերում, գիտելիքներդ են ավելանում, նույնիսկ այն ինչ քեզ թվում էր դու լրիվ գիտես, չէ, այնտեղ կա մանր-մունր անկյուններ, որ լրիվ չէր քո գիտելիքը, շրջապատ ես ձեռք բերում, նույնիսկ ունես, բարձ ամեն մարդ ունի, բայց ավելի լայնանում է շրջապատդ, հետաքրքիր է դառնում կյանքդ։ Չգիտեմ, ինձ իմ տանը նույնիսկ սենց ստիպում են, չէ, պիտի գնաս։ Շատ լավ է, չէ, մամ ջան, կգնաս անպայման։ Որովհետեւ փոփոխությունն են տեսնում, ժպիտներն են տեսնում։ Նույնիսկ այդ բարդությունը, որ ճիշտ է, անվճար է, բայց ես տաքսիով եմ գալիս, դա բավականին զգալի է բյուջեի համար, չէ, միևնույն է, գնա, պիտի գնաս։ Այդտենց։ Հրաշալի է, բախտավոր մայրիկ եք, որ զավակների կարևորությունը ձեր զբաղվածության, ձեր ժամանակի արդյունավետ լինելու կարևորությունը հասկանում են։ Եվ վերջին անգամ, վերջին հարցը ստակեցնենք, թե մարդիկ եթե հիմա հետաքրքրվեցի ում կապվեն, որ կազմակերպությանը, ինչ եղանակով ՀԿ-ի հետ կարող են կապվել, թե ձեր միջոցով, թե մենք կարող ենք տվյալներ թողել, որ կհրապարակեք նաև ձեր կայքում եւ մեզ մոտ էլ ծրագրերը սոցիալական ցանցերում եւ մեր կայքում պարտադիր տեղադրված են լինում, որ մեկնարկում է կամ հավաքագրում ենք կամ գործընկերների միջոցով, այսինքն ցանկացած տարբերակով կարող են մեզ հետ կապ հաստատել։ Մնացածը մենք կկազմակերպենք, գրանցվել, հայտնվել ցանկացողների ցանկում եւ հաջորդ սկսելուց արդեն միանալ խմբին։ Միանշանակ, ինչպես նաեւ ձեր միջոցով, քանի որ դուք վարում եք YouTube-յան ալիք, դուք ինքներդ եք կարող դրա համար խրախուսում եմ, որ նաև ձեր շահառուները, նաև ծրագրի մասնակիցները միանան, որպեսզի ոչ միայն այս ծրագրի մասին, բոլոր այն ծրագրերը, որ իրականացում է պետական հիմնարկները, պետական կառույցները, հասարակական սեկտորը, տարիցների համար իմանան սրա։ Պետական կառույցները սոցիալական մասն են փորձում ավելի շատ փակել, իսկ մեր դեպքում մենք հասկանում ենք, որ մասը որ բաց է, այդ հատվածն է փորձում ենք մեր օգնությունը ներկայացնել այդտեղ։ Որ ամբողջական լինի։ Շնորհակալ եմ, որ եկաք, որ այս ծառայության եւ նաեւ հաջողության պատմությունը այս ծառայության մասին պատմեցիք եւ հաջողության պատմությունը ներկայացրիք մեր եթերում։ Մենք շնորհակալ։ Շնորհակալություն ձեր գործի համար։ Շնորհակալ եմ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի am.radio.am կայքում, ինչպես նաև YouTube-ի ալիքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։